մեկ գծեր կան, որ չեմ անցնում, բայց դուք մի այնպիսի գիծ եք անցել, թքել եք քաղաքացու վրա, դրանից այն կողմ էլ ինչ պետք է լինի, որ դուք Ես ներողություն եմ խնդրում, նախ ես չեմ հասկանում, ձեզ թվում է, որ դուք ամեն անգամ էդի որ ասում եք, ես դες պետք է ամեն անգամ նույն ֆրազը կրկնեմ, ես այդ մարդուց ներողություն եմ խնդրել հրապարակային, ես դա արել եմ տարիներ շարունակ իմ նկատմամբ ատելության եւ հարձակումների, վիրավորանքների իմ ընտանիքի անդամի ներկայությամբ ինձ վիրավորելու ընթառաջ։ Ու այն անեկդոտը ես իզուր չպատմեցի, երբ որ Լևոն Քոչարյանը այդտեղ գլուխ էր գովում ու դեմքի մկաններով էր խաղում հորը նմանակելով, որ ինքը սաղ կյանք արդարանալու է եւ իր նկատմամբ այդ ամեն ինչը նրա պատճառով է, որ ինքը այն մարդու տղան է, որը որ ինքը կա։ Ես իմ արածի համար ներողություն եմ խնդրել, ես անցել եմ ճանապարհ, ես դրա մասին խոսում եմ բացեբաց, ես դրա հետ կապված խնդիր չունեմ։ Աղանորցել, որ ասում եք Լևոն Քոչարյանն, լսեք, երբ որ ես քաղաքական գործունեությամբ էի զբաղվում, շատ ու շատ մականունավորներ կային այս շենքում, շատ ու շատ։ Նույնիսկ այդ ժամանակահատվածում մենք ելույթների մեջ, գրառումների մեջ այդ մականունները, բաները չէինք օգտագործում։ Էլ չեմ ասում, ասենք հրապարակային լկտիանալ, իսկ ինքը լկտիացել է, իսկ դրա պատասխանը լինելու է միանշանակ, եւ ոչ միայն իրան եւ մնացած են բոլորին, ովքեր իրանց նման թուրք կտան։ Չէ, ասում եմ, որ ազգային ժողովի նիստերի դահլիճում ամեն ինչ ունենալու է իր հետևանքը, որովհետեւ ազգային ժողովի նիստերի խանգարում պետերը չի կարող ունենալ, դա օրենքով սահմանված է, դա իմ ցանկությունը չի։ Ես որ ասում եմ, ես դուրս կշպրտեմ, ես ու նկատի չունեմ, որ ես տենց ինչ-որ ուժեղ գոհական տղա եմ, հեսա գալու եմ, սենց բռնեմ ու տանեմ դուրս շպրտեմ, հələ վերջում եմ մի հատ էլ հայոյեմ։ Ես նկատի ունեմ, որ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով սահմանված կարգ կա, որ կարող է հեռացվել դահլիճից, դե կարող է հեռացվել, բայց երբ որ այդ ժամանակ գոռում, ղժում են, դու ով ես եւ այլը, ասենք վերջի ամենաձևով իրանց պահում են, բնական է, ձևակերպումը վերաբերում է դրան, բայց դուք երբևիցե տեսել եք, որ ես ինչ որ մի պարագայում լսի հարցազրույցս նայել ես, ես դրան պատասխանել եմ հարցազրույցում եւ համարում եմ, որ այն թեժ պարլամենտը, որը որ մենք 2021 թվականին ունեցանք, եւ այսօր ես շատ մեծ հաջողությամբ իմ աշխատանքը կատարել եմ, շատ մեծ հաջողությամբ, որտեվ հենց իրանց նպատակը ստեղ թեժացնել էր ու հիմա էլ է դա նպատակը, որովհետեւ օրակարգ չկա։ Հələ տեսեք, խնդիրը գիտեք ինչումն է, տեսեք ինչից ենք խոսում, հա? Ինչից ենք խոսում։ Խոսում ենք վիրավորանքներից, սեռական բնույթի վիրավորանքներից, խոսում ենք իրար վիրավորելուց, իրար պիտակավորելուց, կոռուպցիայից, բա ի՞նչն է իրանց օրակարգը։ Կրկնում եմ, հարց եմ տալի, խնդրում եմ ձեզ, գնացեք, երբ որ տեսնեք ընդդիմադիր լրագրողին, հարցրեք, ասեք, հարգելիներս, այն օրակարգը, որով որ դուք եկաք պարլամենտ, ո՞րն է այնուամենայնիվ, անցավ տարու կես, ո՞րն է։ Բա ինչի իմպիչմենտի գործընթացին չեն միանում, թող միանան, ես այդտեղ սատարում եմ, ոնց, թող իրանք միանան, ցույց տան, որ իրանք կան, ես այդ առումով ես շատ համարում եմ, որ թող միանան, բա ինչի են հիմա իրանք իրար, այսպես ասած, գզվրտոցների մեջ ընկել, դե երկու վարկած կա, որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի մեջ այնուամենայնիվ չի կարող ռեալ գզվրտոց լինի, որտեղ իրանք երկու որակներ են քաղաքական, եւ երկրորդ տարբերակը այն է, որ փորձում են իրարից, այսպես ասած, բան տանել, համակիրներ տանել, որպեսզի գալիք ընտրությունների ժամանակ ավելի շատ ձեն հավաքեն, որտեղ իրանց ընտրողների դաշտը զանգվածը նույնն է։ Եվ էս է պատճառը։ Ռոբերտ Քոչարյանին դուք տեսնում եք ձեզ որպես մրցակից, որովհետև վերջին շրջանում իշխանության բոլոր ելույթները, հարցազրույցները նվիրված է Ռոբերտ Քոչարյանին եւ միտումնավոր կերպով անընդհատ Ռոբերտ Քոչարյանի շուրջ այսպես ատելության մթնոլորտ է ձևավորվում։ Մրցակից եք տեսնում։ Նախ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ատելության մթնոլորտ կա առաջի օրվանից, երբ որ ինքը դարել է երկրի ղեկավար, այդ օպերացիա կալցոներով, հոկտեմբերի 27-ներով, մարտի 1-երով։ Երկրորդ ես Ռոբերտ Քոչարյանին տեսնում եմ միայն բանտում։ Խնդրեմ։ Կլինի։ Խոստովանում եք, որ չեք նայել, բայց շատ նյարդային ես հարգելիս ես որոշելիքը չի, բայց իհարկե մեր որոշելիքը չի, միանշանակ։ Ինչու վստահ ասեցիք։ Ես վստահ եմ, որ կլինի բանտում, որտեղ ես հավատում եմ մեր արդարադատությանը, որտեղ ես արդարադատության հետևողը, այդ արդարադատության մեջ բարեփոխումներ անողները մեկը ես եմ, եւ ես հավատում եմ այն Դե գիտես ինչ անենք, հիմա ինչ որ մեկը ժամկետ է դրել, բայց դու պատկերացնում ես քննիչները այն ժամանակի քննիչների մակարդակով ապացույցներ են վերացրել։
քննիչները, որոնք հիմա հետախուզման մեջ են գտնվում, ապացույց են վերացրել, հասկանում ես, ու ասել, որ դրա ասենք 7 տարի է անցել, կարող է մի 5 տարի էլ անցնի, բայց ես վստահ եմ, որ արդարադատությունը հասնելու ես նյարդային եմ արձագանքում, որովհետև ես կարծում եմ, որ մենք խոսում ենք բաներից, որոնք որ ակնհայտ են բոլորի համար, եւ ես մտածում եմ, որ ձեզ էլ է ակնհայտ, ես հարցազրույցը անպայման կնայեմ, միջի հիմա չեմ նայ, որովհետև հյուր ունեմ, տեսակ հյուր ունեմ, հյուրի հետ է եւ հյուրը դեռ շենքում է եւ իր հետ սրճարանում նստած էի եւ հարցազրույցը խոստանում եմ անպայման կնայեմ, դրան կարձագանքեմ, դրա մասին կգրեմ այն ամեն ինչ որ ես մտածում եմ, ինչպես արել եմ միշտ ու անելու եմ միշտ, արել եմ միջև իշխանություն դառնալը, արել եմ միջև անվտանգության աշխատակիցներ ունենալը եւ նույնիսկ դեպք ա եղել, որ ինձ վիրավորել են, հետո դրանից հետո այդ մարդու քիթն ա կոտրվել։ Ես դա արել եմ միջև անվտանգության աշխատակից ունենալը եւ Չունե, չէ, Հովհաննես Մովսիսյանն էր կողքս, ուրիշ մարդ չկար։ Եթե Հովհաննես Մովսիսյանը անվտանգության աշխատակիցը, այն էլ ջղայնացել եմ, նեղացել եմ իրանից, որտեվ շատ տենց չէր մասնակցում այդ ամեն ինչին, ուղղակի բաժանում էր, բայց ես այն վաղ անվտանգության աշխատակից չեմ ունեցել, Նարեկ ջան, եւ կրկնում եմ, վաղը մյուս օրը, երբ որ ես անվտանգության աշխատակից չեմ ունենալու, այն մարդիկ, բարև քեզ, երկի ինչի՞ պետք է դուրս չգա։ Այն մարդիկ, ովքեր հիմա ինձ դրա մասին, այո, այն երկրում, որը որ ես այսօր փորձում եմ իմ համակարգացիների հետ կառուցեմ, այո, կունենամ եւ այն մարդիկ, ովքեր հիմա հոխորտում են, ասում են, դե դու անվտանգության աշխատակիցներ ես, այո, ունեմ ու պետք է ունենամ, որտեվ դա օրենքով ինձ հասնում է, բայց երբ որ չունենամ, իրանք ավելի շատ բան ունեն անհանգստանալու, քան ես։